Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Վճռորոշ ժամեր Հայաստանի քաղաքական կյանքում սահմանադրական դատարանն ավարտել է ընտրության արդյունքների քննությունը, ով եւ ինչպես է որոշելու ընտրության վերջնական ճակատագիրը, ինչ է տեղի ունենում սահմանադրական դատարանի փակ խորհրդակցական սենյակում, ինչ որոշումներ կարող են կայացվել եւ ինչպիսի հետևանքներ կունենա դրանցից յուրաքանչյուրը։ Նոր վիճահարույց օրենք, այսուհետ ովքեր կարող են մասնակցել ընտրությանը եւ ովքեր կզրկվեն այդ իրավունքից։ Հետընտրական Հայաստանը, խուզարկություններ, կալանքներ, քրեական գործեր, ինչ քաղաքականություն է որդեգրել իշխանությունը ընտրությունից հետո։ Իրանը սգում է, Ալի Խամենեի մարմինը տեղափոխել են մեծ Մոսալլա։ Սահմանադրական դատարանը առաջիկա ժամերին կայացնելու է Հայաստանի վերջին տարիների ամենակարևոր քաղաքական որոշումներից մեկը։ Հենց այդ որոշումից է կախված վերջնականապես հաստատվում են խորհրդարանի ընտրության արդյունքները, թե երկիրը մտնում է բոլորովին նոր քաղաքական գործընթացների փուլ։ Սահմանադրական դատարանն ավարտել է գործի քննությունը եւ հեռացել խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մինչեւ վաղը օրվա ավարտը։ Սակայն մինչ այդ որոշումը կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չափազանց կարևոր են հասկանալու համար վաղվա իրադարձությունները։ Առաջիկա րոպեներին քայլ առ քայլ կպարզենք, թե ինչպես հասանք այս կետին, ովքեր են որոշում կայացնող դատավորները, որոշումների ինչ սցենարներ են հնարավոր եւ ինչ կարող է փոխվել Հայաստանի քաղաքական կյանքում արդեն վաղվանից։ Ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական ուժերը շարունակում են պնդել, որ ընտրական ամբողջ գործընթացն ուղեկցվել է այնպիսի խախտումներով, որոնք կարող էին ազդել վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ պատասխանող կողմը պնդում է, որ ներկայացված պնդումները բավարար հիմք չեն ընտրության արդյունքները վերանայելու համար։ Այսպիսով քաղաքական հայտարարություններն ավարտվել են եւ խոսքն արդեն սահմանադրական դատարանինն է։ Դատական գործընթացի կարևոր դրվագները Սեդա Մակարյանն է առանձնացրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չէր ամփոփել ընտրությունների արդյունքները, երբ քաղաքացիական պայմանագիրը հայտարարեց իր հաղթանակի մասին։ Սակայն ընտրական պայքարը դրանով չավարտվեց։ Ընդամենը օրեր անց այն տեղափոխվեց ընտրատեղամասերից իրավական դաշտ, նախ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ապա սահմանադրական դատարան։ Ես պետք է հատուկ նշեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը լավ կաներ իր գործողություններով հենց չնպաստեր ԿԸՀ-ի հեղինակազրկման։ Ասում են, մարդկանց հավատն եք կորտրում ընտրական համակարգի եւ ընտրությունների նկատմամբ, այն պարագայում եւ հսկայական թվով մարդիկ մասնակցել են ընտրություններին։ Ես շատ կուզենայի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայներ եւ մանդատներ գողանալու արդյունքում մեր ժողովրդին չզրկեր ընտրություններին եւ ընտրական գործընթացին հավատալու հնարավորությունից։ Հավաքական ընդդիմությունը վստահ էր, որ միավորվելու դեպքում Հայաստանում կհասնեն իշխանափոխության։ Դա հնարավոր կլիներ, եթե երեք ընդդիմադիր ուժերը՝ Ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքները, ԲՀԿ-ի հետ միասին անցնեին ազգային ժողով։ Բայց մինչ ընդդիմությունը բարդ մաթեմատիկական հաշվարկների մեջ էր, ԿԸՀ-ն քայլ ձիով արեց ու հայտարարեց՝ ԲՀԿ-ն չի հաղթահարել 4%-ի շեմն, ուստի չի հայտնվի ազգային ժողովում։ 3,996 հարյուրերորդական տոկոս ձայնով ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից, սրան հաջորդեց ընդդիմության բոյկոտը։ Ընտրություններից հետո մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարեցին, որ ընտրական գործընթացը չի համապատասխանում ազատ եւ արդար ընտրությունների չափանիշներին։ Նրանք խոսում էին վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, ընտրողների նկատմամբ ճնշումների, քվեարկության գաղտնիության խախտումների, հանձնաժողովների աշխատանքի ընթացքում արձանագրված խնդիրների եւ այլ խախտումների մասին։ Իշխանությունն այս բոլոր մեղադրանքները մերժեց, պնդելով, որ ընտրություններն անցկացվել են օրինական, մրցակցային եւ միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ արձանագրված առանձին խախտումները չէին կարող ազդել վերջնական արդյունքի վրա։ Մենք ասում ենք, որ համավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի կողմից ներկայացված փաստարկներում առկա չեն։
Երբ հունիսի 14-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հաստատեց ընտրության վերջնական արդյունքը, քաղաքական պայքարը տեղափոխվեց Սահմանադրական դատարան։ 7 քաղաքական ուժ դիմեց բարձր դատարան, պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրության արդյունքը։ Սակայն դատաքննության ընթացքում նրանցից մեկը, Հայկ Մարությանի գլխավորած Նոր ուժ կուսակցությունը, հայտարարեց, որ այլևս չի մասնակցելու գործընթացին։ Ճիշտ հաշվել ենք, արձանագրությունը ճիշտ գրել ենք։ Այն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարողանում այդ թվերը ինչ որ ձևով մուտք քանի։ Ինչի եմ սա ասում կարևոր է, որովհետև եթե ճիշտ հաշվեր, ամսի 8-ին ասելու էր ԲՀԿ-ն հաղթահարել է 4%-ի շեմը։ Սահմանադրական դատարանը վարույթ ընդունեց ներկայացված դիմումները եւ նշանակեց հրապարակային դատական նիստեր։ Դատարանի դահլիճում օրեր շարունակ ներկայացվեցին քաղաքական ուժերի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ գործով ներգրաված մյուս կողմերի փաստարկները։ Ընդդիմությունը պնդում էր, որ արձանագրված խախտումները եղել են համակարգային եւ ազդել են ընտրության արդյունքի վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հակադարձում էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախության դեֆիցիտ չունի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ է առավել քան երբևէ։ Ու սա ես չեմ ասում, սա ասում է այն փաստը, որ 3.5 տարի ներկայիս գումարման կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում է 3.5 տարի։ 10-ից ավել ընտրություններ ենք անցկացրել։ Այդ թվում Երևանի ավագանու ընտրությունները եւ չի բողոքարկվել։ Այն որ Սահմանադրական դատարան դիմելը դա նաեւ ցանկացած քաղաքական ուժի նաև քաղաքական դիվիդենդ ստանալու միջոց է, դա հասկանալի է, բայց պետք չի, ինչպես պարոն Սմբատյանն ասում, ինստիտուտին հարվածել, որտեղ դա ձեր շահերից չի։ Դատական նիստերը հաճախ անցան լարված մթնոլորտում։ Հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, սուր հարցադրումներ, վիճարկվեցին ներկայացված տեսանյութերը, արձանագրությունները եւ ընտրական օրենսդրության մեկնաբանությունները։ Առանձին քննարկման թեմա դարձավ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգում արձանագրված տեխնիկական սխալների հարցը։ Մենք շարունակում ենք պնդել, որ խախտումները եղել են համակարգված, զանգվածային եւ պարբերական բնույթ ուղղորդված կենտրոնական իշխանության, քաղաքական իշխանության կողմից եւ այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմության անհրաժեշտ մակարդակին բավարարող։ Լեգիտիմության դեֆիցիտը թույլ չի տալու այս իշխանությանը եւ հանրությանը հանգիստ մնալու։ Իդեպ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ պատասխանեց ընդդիմադիրներին, որոնք մեղադրում էին հանձնաժողովին սխալ թվեր մուտքագրելու համար։ Սմբատյանը չհերքեց, որ ԿԸՀ-ն սխալ թվեր է մուտքագրել, վստահեցրեց, հետո ուղղել են։ Եղել են մուտքագրման սխալներ, իհարկե եղել են։ Այդ մարդիկ, որ աշխատել են 30 եւ ավելի ժամ, լարված, հոգնած, կարող էին նրանք սխալներ անել, իհարկե կարող էին սխալներ անել։ Եվ շատ չարչարկվեց թեման, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները 4 տեղամասի հաշվարկով սխալ է մուտքարվել։ Ես ավելին ասեմ, ոչ միայն Բարգավաճ Հայաստանի, այլ նաև բոլոր կուսակցությունների տվյալները այդ տեղամասերի համար սխալ է մուտքարվել։ 18 ուժերին մուտքանելուց մուտքանողը պարզապես շփոթել է միտող վերև եւ ներքև։ Ընդդիմադիր ուժերը դատավարության ամբողջ ընթացքում խոսում էին նաև Սահմանադրական դատարանի առանձին դատավորների կողմնակալության մասին։ Մասնավորապես փաստաբանները պահանջում էին Սեդա Սաֆարյանի ինքնավացարկը, պնդելով, որ նրա նախկին գործունեությունը կարող է կասկածներ հարուցել անաչառության վերաբերյալ։ Դատարանը սակայն այդ միջնորդությունը մերժեց։ Քաղաքական հայտարարություններն ավարտվել են, փաստարկներն արդեն ներկայացված են։ Այժմ պատասխանելու հերթը Սահմանադրական դատարանինն է։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ 6 նիստ, տասնյակ ժամերի քննարկումներ, հարյուրավոր էջերի նյութեր եւ հիմա ամեն ինչ տեղափոխվել է մեկ սենյակ։ Այդ սենյակում այս պահին գտնվում է 7 դատավոր ու հենց նրանց որոշումից է կախված, թե հունիսի 4-ին քաղաքական ինչ օրակարգով կարտնանա Հայաստանը։ Բայց մինչ այդ որոշումը կհրապարակվի, փորձենք հասկանալ ովքեր են այն մարդիկ, որոնց վստահված է երկրի ամենակարևոր քաղաքական վեճերից մեկի հանգուցալուծումը։ Հիմա առաջարկում եմ մի քանի քայլ մոտենալ հենց այն մարդկանց, որոնց ձեռքում այս պահին գտնվում է այս գործի վերջնական հանգուցալուծումը։ Տաղավար եմ հրավիրում իմ գործընկեր Անի Աբաղյանին, միասին փորձենք հասկանալ ովքեր են դատավորները եւ ինչպես է աշխատում Սահմանադրական դատարանը։ Ողջույն Անի, խնդրում եմ ներկայացրու ովքեր են այն մարդիկ, որոնց ձեռքում է այս պահին գտնվում Հայաստանի առաջիկա 5 տարվա քաղաքական ապագան։
Բարի երեկո Աննա, Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքները չեղյալ համարելու դատական գործընթացն, այսպես ասած, քննում են 7 դատավոր, Սահմանադրական դատարանի 9 դատավորներից, այստեղ մենք տեսնում ենք հենց այդ գործում ներգրավվածներից 7-ին էլ, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխնախագահ Էդգար Շաթիրյանը եւ դատավորներ Երվանդ Խունդկարյանը, Սեդա Սաֆարյանը, Դավիթ Խաչատուրյանը, Հովակիմյանը եւ Արթուր Վաղարշյանը։ Նրանց մասնագիտական ուղուն եմ այս ընթացքում ծանոթացել եւ Սահմանադրական դատարանի 7 դատավորներից 6-ն ընտրվել են 2018 թվականից հետո գործող իշխանության օրոք։ Ամենաերկար պաշտոնավարողը Արման Դիլանյանն է, որ Սահմանադրական դատարանի դատավոր է դարձել 2018 թվականի մարտին Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Դիլանյանի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը հենց Սերժ Սարգսյանն էր առաջադրել։ 2020 թվականին Սահմանադրական դատարանի հայտնի եւ լարված շրջանի ավարտին Արման Դիլանյանը հակառակ իր ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը, թե Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն իրեն չի գրավում, ինքն առաջադրեց իր թեկնածությունն ու 6 կողմ ձայներով 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ։ Եթե չեմ սխալվում, հենց ինքն էր նաև քննում Ռոբերտ Քոչարյանի գործը։ Այո, նա էր քննում, բայց մինչ այդ առաջարկում եմ լսենք հենց այդ օրվա իր տված ճեպազրույցից մի հատված, որն առանձնացրել եմ, եւ շարունակենք այդ գործի վերաբերյալ։ Ամեն ինչ աներենք, որ ունենանք ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող Սահմանադրական դատարան։ Ինձ համար շատ ավելի գրավիչ է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, ես հիմա էլ եմ այդ կարծիքին եւ ինչպես նկատում եք, այնպես չի, որ շատ ոգևորված եմ, որ ընտրվել եմ Սահմանադրական դատարանի նախագահ, որտեղ պատկերացնում թե ինչ տեսակի պատասխանատվություն է եւ ինչ տեսակի աշխատանքի մեզ սպասում ապագայում կատարելու։ Իդեպ այդ օրը Դիլանյանն ասաց, որ մեջբերում եմ գիծ է քաշում անցյալում կատարվածի վրա եւ նայում է դեպի ապագա։ Եվ ապագայում Դիլանյանի նախագահությամբ Սահմանադրական դատարանը կայացրեց վերջին տարիների ամենաաղմկահարույց որոշումներից մեկը, հակասահմանադրական ճանաչելով Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հայտնի որոշումը, ինչից հետո այդ մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց, ինչի մասին դուք հենց քիչ առաջ խոսում էիր։ Իդեպ Դիլանյանի համար նորություն չէ նաև այն process-ը, որը հիմա կատարվում է, նա 2021 թվականին արտահերթ ընտրություններից հետո նորից այս նույն process-ի մեջ էր եւ մերժել է ընդդիմության ներկայացրած հայցը։ Նույն ժամանակահատվածում դատարանը քննել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմի սահմանադրականությունը, նաև տասնյակ գործեր դատական համակարգի, քրեական դատավարության, անձեռնմխելիության եւ ընտրական իրավունքի վերաբերյալ, այսքանը Սահմանադրական դատարանի նախագահի մասին, հաջորդը Էդգար Շաթիրյանն է, նա էլ փոխնախագահն է Սահմանադրական դատարանի, 2025 թվականի դեկտեմբերի 5-ին է ընտրվել, Սահմանադրական դատարանի դատավորը 2020 թվականի սեպտեմբերի 15-ից, իդեպ Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել էր Փաշինյանի գլխավորած կառավարությունը։ Շաթիրյանը մինչև Սահմանադրական դատարան տեղափոխվել է, դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 2003-ից 5-ին նախագահի աշխատակազմում է եղել, իսկ 2007-ին արդեն Սահմանադրական դատարանի խորհրդական էր։ Նրա կենսագրության մեջ հետաքրքիր մի դրվագ կապված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ, 2019 թվականին Իմ քայլը խմբակցության առաջադրմամբ նա ընտրվեց հանձնաժողովի անդամ եւ առաջադրվեց նաեւ նախագահի պաշտոնում, սակայն հանձնաժողովի նախագահ ընտրվեց մեկ այլ թեկնածու Հայկուի Հարությունյանը, Լուսավոր Հայաստան կուսակցությունից է, եթե չեմ սխալվում, եւ այս ամենից հետո նա արդեն դուրս եկավ, շատերը կապում էին հենց այդ պաշտոնի նախագահ չընտրվելու հետ էին կապում, որ դուրս եկավ, բայց Շաթիրյանը դե շարունակաբար հերքում էր այդ տեղեկությունը։
Հաջորդը ուզում եմ խոսել Երվանդ Խունդկարյանի մասին, որ գործող Սահմանադրական դատարանի ամենափորձառու դատավորներից է համարվում։ Իրավական համակարգում աշխատել է 3 տասնամյակից ավելի է, անցնելով առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների բոլոր աստիճաններով։ 2018 թվականին ընտրվել է Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ, բայց 2020 թվականին հայտնի դեպքեր Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող նաև Խունդկարյանին չեն, այսպես ասած, շրջանցել, նա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին էր հավակնում, այո, բայց չընտրվեց նախագահ, նրա օգտին չքվեարկեցին։ Չնայած դրան, Խունդկարյանը շարունակեց աշխատել Սահմանադրական դատարանում, գործող իշխանությունը կապում էր նախկին դատական համակարգի հետ, հիմա էլ ընդդիմությունն է նրան կապում իշխանության հետ, այսինքն այնպես է ստացվել, այո, որ Խունդկարյանին տարբեր կողմեր, ընդդիմության ժամանակ մեղադրում են կողմնակալ վերաբերմունք իշխանահաճո որոշումներ կայացնելու մեջ են նրան հիմնականում մեղադրում։ Հաջորդ դատավորը Արթուր Վաղարշյանն է, ամենակիչ հանրային դեմքերից է նա Սահմանադրական դատարանում, պրոֆեսոր է, իրավաբանական գիտությունների դոկտոր, երկար տարիներ դաստավանդել է Երևանի պետական համալսարանում, Սահմանադրական իրավունքի մասնագետ է, 2020 թվականի սեպտեմբերի 15-ին է Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության ընթացքում արդեն նա էլ դարձել դատավոր, 86 կողմ 1 դեմ ձայնով է դատավոր դարձել, իդեպ նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Վաղարշյանի առանձնահատկությունն այն է, որ նախընտրում է մնալ հանրային ուշադրությունից դուրս։ Բայց մյուս դատավորը, որի մասին խոսելու ենք, կարծես հակապատկերն է հանրային ուշադրության տեսանկյունից, խոսքը Սեդա Սաֆարյանի մասին է, իրավապաշտպան, փաստաբան, մինչև կարելի է ասել ամենաշատ սկանդալների կենտրոնում հայտնված դատավորներից մեկը։ Այո, մինչ ՍԴԳ-ը հայտնի էր մարտի 1-ի գործով իր գործնեությամբ։ Դատավոր դառնալուց հետո շարունակում է մնալ ամենաքննարկվող կերպարներից։ Մարտի 1-ի գործը ինչու է ավելի շատ, այսպես ասած, շեշտադրվում, որովհետև նա այդ գործով տուժած ճանաչողների փաստաբանն է։ Մինչ ավելի մանրամասն Սեդա Սաֆարյանի մասին տեղեկությունները մենք հարցազրույց էինք արել Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի հետ, որ իր կարծիքն էր նշել։ Առաջարկում եմ լսենք Այվազյանին եւ շարունակենք։ Ուրեմն Սեդա Սաֆարյանի հետ կապված մի արտառոց դեպք եմ հիշում, սկանդալային, երբ որ նա նշանակվել էր Սահմանադրական դատարանի դատավոր արդեն 1 ամիս, եւ Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարան, այսինքն դա արդեն իսկ լուրջ հիմք էր նրան դատավորի լիազորությունները դադարեցնելու համար, որովհետև եթե դու փաստաբան ես, հենց պետական ցանկացած պաշտոնի անցար, հենց այդ պահին պետք է քո փաստաբանի լիցենզիան կասեցվի։ Իսկ նա այդ կարգավիճակով որպես փաստաբան վերաքննիչ բողոք էր գրել եւ դա մեծ աղմուկ հանեց զանգվածային լրատվության միջոցներով եւ երկրորդը մյուս խնդիրը ասեմ Ընդհանրապես Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու համար կարծում եմ, որ փաստաբանի աշխատանք չէ, այսինքն փաստաբանների մոտ ձևավորված է օպերացիոն մտածելակերպ, իսկ Սահմանադրական դատարանում առավելապես պահանջվում է ավելի շատ տեսական, փիլիսոփայական գիտելիքներ, որովհետև ցանկացած իրավական ակտի Սահմանադրականությունն են որոշում, օրենքներն են մեկնաբանում եւ այլն, այս առումով ես կարծում եմ, որ փաստաբանական մտածողության պանձը չի կարող արդյունավետ իրականացնել Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները։ Սեդա Սաֆարյանը ավելի քան 3 տասնամյակ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, հանրային լայն ճանաչում է գտել, ինչպես նշեցի, մարտի 1-ի գործով։ Տարիներ շարունակ նա ներկայացրել է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների եւ տուժածների շահերը, եղել է նաեւ ազգային ժողովի ստեղծած մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ։ Այդ գործի շրջանակում նա բազմիցս հրապարակայնորեն քննադատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իր գործ
գործունեությանը, նաև ակտիվ ներգրավվածություն է ունեցել Էլեկտրիկ Երևան շարժմանը, որին էլ այդ ընթացքում ոստիկանության գործունեության վերաբերյալ է իրավական զեկույցներ պատրաստել։ Բացի այդ, Սեդա Սաֆարյանը 2021 թվականի ընտրություններին կուսակցության անդամ է եղել, Բաբաջանյան Շիրինյան կուսակցության անդամ է եղել, երրորդ համարն է զբաղեցրել, այո։ Սահմանադրական դատարանում ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի ընթացքում մենք բազմիցս լսեցինք, որ ընդդիմության ներկայացուցիչները Սեդա Սաֆարյանի անդամ լինելը վիճարկման առարկա էին դարձրել եւ նշում էին, հիշեցնում էին իր մասնագիտական անցյալը, նշում էին, որ ինչպես կարող է կուսակցության անդամ падգամավորի թեկնածու լինելու պարագայում նա սահմանադրական դատարանում որոշում կայացնողի լիներ, այդ մասին ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանն է մի քանի անգամ հայտարարել, նաև Հայաստան դաշինքը պայմանավորված նրանց կուսակցության առաջնորդի նկատմամբ Սեդա Սաֆարյանի տարբեր հայտարարություններով, բայց ինչպես տեսնում ենք, Սեդա Սաֆարյանը շարունակում է որոշում կայացնողների շարքում լինել։ Հաջորդը, որի մասին պատմելու եմ, Հովակիմ Հովակիմյանն է, Սահմանադրական դատարանի դատավոր է, կառավարությունն է առաջադրել նրա թեկնածությունը, քանի որ կառավարությունն է առաջադրել, պատկերացնում եք, թե ինչպիսի խոսակցություններ կշրջանառվի նրա անվան շուրջ, նա ավելի շատ դիտվում է որպես համակարգային եւ տեխնոկրատ փորձ ունեցող դատավոր, որը ներգրավված է բոլոր հիմնական սահմանադրական գործերում առանց հրապարակային ընդգծված դիրքորոշումների, եթե նկատեցիք նա երկրորդ դատավորն է իմ ներկայացրածների մեջ, որ հանրային ուշադրություն չի սիրում։ Եվ հայտնի չէ ելույթներով ու ընդ որում այն դատավորներից է, որին ընդդիմությունը մեղադրում է կողմնակալ լինելու համար։ Իշխանահաճո այո որոշումներ կայացնելու համար, բայց նրանք կարծես չեն սիրում հարցազրույցներ տալ, ելույթներ ունենալ։ Եվ հաջորդը, որի մասին խոսելու ենք, Դավիթ Խաչատուրյանն է, նա սահմանադրական դատարանի ամենանոր անդամներից է, ընտրվել է 2024 թվականին, արդեն մասնակցում է բարձր հանրային ճանաչողություն ունեցող գործերի, այսօր այն դատավորների շարքում է նստած, որոնք որոշում են կայացնելու այս գործով։ Մինչ սահմանադրական դատարան տեղափոխվել է, Խաչատուրյանը երկար տարիներ աշխատել է դատական համակարգում, անցնելով տարբերատյաններ եւ մասնագիտական քրեական դատավարության ոլորտում է ավելի շատ եղել, զբաղեցրել է դատավորի պաշտոնը առաջին ատյանի եւ վերաքնիչ մակարդակներում, իսկ հետագայում դարձել է նաեւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ Այս փաստն է կարևոր, որ 2023 թվականին Դավիթ Խաչատուրյանը ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, որտեղ ներգրավված է եղել դատական համակարգի կառավարման եւ կարգապահական գործընթացներում։ Այս փուլը համարվում է նրա կարիերայի կարևոր հանգրվաններից մեկը նախքան սահմանադրական դատարան գալը։ Քաղաքական դաշտում նրա նշանակումը գնահատվել է տարբեր կերպ, մինչ իշխանությունը ներկայացնում է որպես պրոֆեսիոնալ դատավոր, ոչ կողմնակալ, ընդդիմությունը հակառակ պատկերն է, այսպես ասած ներկայացնում, այո, բայց քաղաքականապես զգայուն գործերում նա ներգրավվածություն ամեն դեպքում ունի։ Շնորհակալություն Անի, արդեն պատկերացում ունենք, թե ովքեր են որոշում կայացնողները, շնորհակալ եմ քեզ։ Բայց կա մի հարց, որը շատերին է հետաքրքրում, 7 դատավոր, 7 առանձին կարծիք, բայց վերջում հրապարակվում է ընդհանրապես մեկ որոշում։ Ինչպես է ձևավորվում այդ միասնական դիրքորոշումը, որ պահին են անհատական կարծիքները վերածվում սահմանադրական դատարանի պաշտոնական որոշման։ Բավական է ձայների պարզ մեծամասնությունը, թե օրենքը նախատեսում է բոլորովին այլ ընթացակարգ։ Դիտենք ռեպորտաժը։ Սահմանադրական դատարանը անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ անգամ հօգուտ օրվա ընդդիմության որոշում չի կայացրել։ 1996-ից ի վեր 4 նախագահական եւ 3 խորհրդարանական ընտրության արդյունք է վիճարկվել բարձր դատարանում։ Ընդդիմության կարմիր թելով միշտ անցել է ընտրության կեղծումը, բոլորի դեպքում սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել պաշտոնական արդյունքները։ Իսկ ինչպես են բարձր դատարանում որոշումներ կայացվում։ Սահմանադրական դատարանը կամ բարձր դատարանը Հայաստանի բարձրագույն դատական մարմինն է, որտեղ դիմում են մայր օրենքին սահմանադրությանը հակասող իրավական ակտերը կամ որոշումները վիճարկելու համար։ Որոշումները կայացվում են սահմանադրական դատարանի անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն 5 կողմ որոշում պետք է լինի,
եւ եթե նկատի ունենք, որ 9-ից 2-ը չեն մասնակցում, 7 հոգանոց կազմով է քննում, 7-ից 5 կողմ պետք է լինի, որպեսզի որոշումը ընդունվի։ Գործի հրապարակային քննությունից հետո Սահմանադրական դատարանի 9 դատավորները հեռանում են փակ խորհրդակցության։ Անցկացվում է քվեարկություն, որի ընթացքում յուրաքանչյուր դատավոր պարտավոր է հայտնել իր դիրքորոշումը՝ կողմ կամ դեմ։ Ձեռնպահ տարբերակ չկա։ Սահմանադրական դատարանի անդամները կարող են տվյալ որոշմանը լինել կողմ կամ դեմ լինել եւ ունենալ հատուկ կարծիք կամ նույնիսկ հատուկ կարծիք չունենալ։ Այդ ժամանակ Սահմանադրական դատարանը ինքն է որոշելու ինչպես հրապարակի, հատուկ կարծիքները սովորաբար հրապարակվում են եւ հայտնի է դառնում թե ով ինչպիսի կարծիք ուներ, բայց թե ով ինչպես քվեարկեց որոշման կայացման ժամանակ այդ մասը սովորաբար չեն ասում։ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։ Ներքին օրենսդրությունը, սակայն, փորձագետի պնդմամբ որևէ պատասխանատվություն չի նախատեսում, եթե բարձր դատարանի վճիռը չի կատարվում։ Այդպիսի նախադեպ Հայաստանում եղել է, երբ 2003-ին Ստեփան Դեմիրճյանը վիճարկում էր նախագահական ընտրության Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը։ Սահմանադրական դատարանը մոտավորապես ոչ հստակ որոշում է կայացրել, որ 1 տարվա ընթացքում վստահության հանրակրվե պետք է կազմակերպվի, Սահմանադրական դատարանի այդ որոշումը մնացել է թղթի վրա։ Այդուհանդերձ, եթե Սահմանադրական դատարանի վճիռը չի գոհացնում դիմումը ներկայացնողին, վերջինս կարող է դիմել Եվրոպական դատարան, ինչի հնարավորության մասին հայտարարեց նաև ուժեղ Հայաստանի անդամ փաստաբան Արամ Վարդևանյանը։ Իդեպ Եվրոպական դատարան, այո, շատ հնարավոր է նաև գանգատ կներկայացվի պատասխանելով ձեր հարցին, թե ի վերջո հետագա ինչ գործողություններ կարող են լինել։ Կա նման գործիքակազմ, այո, կա։ Կդիտարկենք դրա իրացումը, թե ոչ, կտեսնենք։ Եթե նախկինում 1-2 քաղաքական ուժեր էին դիմում Սահմանադրական դատարան կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած արդյունքները վիճարկելու, այս դեպքում 7 քաղաքական ուժերի կողմից վիճարկումը առնվազն ազդեցություն պետք է ունենա հուլիսի 4-ի որոշման վրա, պնդում է փորձագետը։ Հավելում, այդ որոշումից է կախված հանրային վստահությունը դատական համակարգի որպես անաչառ ինստիտուտի վրա։ Սեդակ Յուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այսպիսով ընթացակարգն արդեն պարզ է, դատավորները քննարկում են գործը, քվեարկում են եւ որոշումը կհրապարակվի առաջիկա ժամերին։ Իսկ ինչ կարող է որոշել Սահմանադրական դատարանը։ Ընտրության արդյունքները թողնել անփոփոխ, արձանագրել առանձին խախտումներ, թե գնալ ամենածայրահեղ տարբերակին եւ անվավեր ճանաչել ընտրությունը։ Յուրաքանչյուր սցենար ունի ոչ միայն իրավական, այլև քաղաքական հետևանքներ։ Ինչ կարող է փոխվել արդեն վաղվանից եւ քաղաքական ու իրավական ինչ հետևանքներ կունենա դրանցից յուրաքանչյուրը, դիտենք։ Շաբաթ հրապարակվելիք որոշումը գուցե վերջակետ դնի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ ընթացող իրավական վեճերին կամ ընդհակառակը, բացի քաղաքական, միգուցե թեժ, բայց նոր փուլ։ Սահմանադրական դատարանը այդ որոշումը պետք է կայացնի հստակ սահմանված իրավական մեխանիզմով, դատավորների ձայների հաշվարկով։ Իսկ ինչ հնարավոր զարգացումներ սպասել շաբաթ բարձր դատարանից։ Գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենք, որը հստակ կարգավորում է սահմանում է, թե ազգային ժողովի ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանը ինչ որոշում կարող է ընդունել։ Սահմանադրագետը 3 հիմնական սցենար է նախատեսում։ Առաջին հնարավոր տարբերակն է, որ բարձր դատարանը կվավերացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Երկրորդը կարող է ճանաչել անվավեր եւ սահմանել մանդատների բաշխման կարգ, կարող է ճանաչել անվավեր, որի արդյունքում նոր ընտրություններ պետք է լինեն, այսինքն ինչքան քաղաքական ուժեր կային, նորից քվեարկություն լինի։ Եվ կարող է որոշում կայացնել ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու վերաբերյալ։ Ընտրությունների երկրորդ փուլի նշանակման դեպքում պայքարը կշարունակեն առավել ձայներ ստացած երկու քաղաքական ուժերը, այսինքն քաղաքացիական պայմանագիրը եւ Ուժեղ Հայաստանը։ Եվ այդ երկու ուժերից որ մեկը հաղթեց, այսինքն մեկ ձայն էլ ավել ստացավ մյուսից, նա արդեն միանձնյա ձևավորելու է կառավարություն։ Սահմանադրագետի գնահատմամբ 3 սցենարից առավել հավանականը 2 տարբերակն է։ Առաջինը, որն ամենահավանականն է, Սահմանադրական դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կթողնի անփոփոխ, այնպես ինչպես որ կա։ Եվ երկրորդ հավանական սցենարը, որ հնարավոր է, Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների երկրորդ փուլ նշանակելն է։ Ինձ թվում է, այս երկու սցենարները ավելի հավանական են, առաջինը շատ ավելի հավանական, քան երկրորդը։ Վերջնական որոշումը կկայացվի Սահմանադրական դատարանում եւ հենց այդ քվեարկությամբ էլ իրավական գործընթացը կստանա իր վերջնական ելքը։
Այսպիսով վաղը սահմանադրական դատարանը կհրապարակի որոշում, որն անկախ բովանդակությունից կդառնա այս ընտրական գործընթացի ամենակարևոր հանգրվանը։ Այդ փաստաթուղթը կամ վերջնականապես կհաստատի ընտրության արդյունքների իրավական ուժը կամ կբացի նոր իրավական ու քաղաքական գործընթացների փուլ։ Մենք վաղը հետևելու ենք սահմանադրական դատարանի յուրաքանչյուր հայտարարությանն ու առաջինը ներկայացնելու դրա բոլոր հետևանքները։ Քաղաքական մեծամասնությունն այսօր արդեն փոխեց ընտրական խաղի կանոններից մեկը։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը, ըստ որի քվեարկելու իրավունքից զրկվում են Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին 2 տարվա առնվազն կեսը 1 տարին հայրենիքում չեն եղել։ Բացառություն է սահմանվում միայն ուսման մեկնածների եւ պետական գործուղումների համար։ Կողմ քվեարկեցին միայն քաղաքացիական պայմանագրի падգամավորները եւ Հայաստան դաշինքից հեռացած Գեղամ Նազարյանը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը մտադիր է օրենքի սահմանադրականությունը վիճարկել սահմանադրական դատարանում։ Եվ մինչ ընդդիմությունը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան, իշխանությունը պնդում է, որ օրենքի նպատակը քաղաքական չէ, այլ ընտրական գործընթացի պաշտպանությունը։ Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի խոսքով փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի բացառվեն արտերկրում հնարավոր կազմակերպված ընտրակաշառքի եւ ընտրության վրա ապօրինի ազդեցության ռիսկերը։ Խնդիրը չափը չի է, կարող է եղել ազգալի, կարող է չի եղել, թվերը կարելի է նայել, բայց այդ հնարավորությունը կա, չէ՞, մենք լսել ենք, չէ՞, ազանգերը, որ օրինակ արտերկրում ընտրակաշառք են տալիս, եւ ակնհայտ է, որ երբ որ տալիս են ընտրակաշառքը արտերկրում, մեր իրավապահ մարմինների համար շատ ավելի դժվար է դա բացահայտել եւ չեզոքացնել, քան երբ որ դա տեղի է ունենում արտերկրում։ Այդ չեմ ասում, կան նաեւ եղել են նաեւ հաղորդումներ արտերկրում ազդեցության, ճնշման մասին, որը էլի դժվար է մեր իրավապահ մարմիններին դա անել արտերկրում։ Իդեպ Ռուբինյանը հայտարարել է, որ ազգային ժողովի նախագահ ընտրվելու դեպքում չի լինելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը։ Ռուբինյանի խոսքով ինքը Թուրքիայում համալսարան չի գնացել, Թուրքիայում ոչինչ չի սովորել եւ թուրքական դիպլոմ չունի։ Նա այնտեղ է եղել 2016-ից 17 թվականներին 5 ամսով, Ստամբուլում գիտական հետազոտական ծրագիր է արել։ Կա հիմնադրամ Հրանտ Դիմքի անվան, որը ղեկավարում է Հրանտ Դիմքի դուստրը, ներողություն, որը կրկին հայ։ Եվ այդ Հրանտ Դիմքի հիմնադրամը ուներ ծրագիր հայերենով, եթե չեմ սխալվում, այդ ծրագրի անվանումն էր ոնց որ սահմանից անդին, որը հնարավորություն էր տալիս հայաստանցիների եւ Թուրքիայի քաղաքացիների համապատասխանաբար Թուրքիայում եւ Հայաստանում ինչ որ fellowship անել, տենց էր անունը, հայերենով fellowship չգիտեմ ոնց կլինի։ Այսինքն, այնտեղ կային օրինակ լրագրողներ, կային հայաստանցի լրագրողներ, որոնք թուրքական լրատվամիջոցում CNN-ում օրինակ, գիտեք, թուրքական, ինչ որ մի քանի ամիս այնտեղ աշխատում էին։ Կային օրինակ Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում, օրինակ Սլավոնական համալսարանում, կամ Սերժ Սարգսյանը այն ժամանակ հոգաբարձությունների խորհրդի նախագահն էր ԵՊՀ-ում մի քանի ամիս էլի ինչ-որ հետազոտություն էին հասկացնում։ Իսկ ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց իր գործընկերներին ամփոփելով իր պաշտոնավարման շրջանը, այն անվանելով պատմական իրադարձություններով ու կարևոր բանակցություններով լի ժամանակահատված։ Պարոն Ռուբինյանին, իմ ընկերոջը հաջողություն եմ մաղթում, թող ինքը լինի երկրորդ ազգային ժողովի նախագահ, որ ստաբիլ 5 տարի կունենա ազգային ժողովում եւ եթե ինչ-որ աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ ու ինչքան կարևոր եք բոլորիդ իմ համար։ Իսկ մինչ հանրությունը սպասում է սահմանադրական դատարանի որոշմանը, հունիսի 7-ից հետո երկրում մեկը մյուսի հետևից սկսվեցին խուզարկություններ, ձերբակալություններ, կալանքներ եւ նոր քրեական բարույթներ։ Ընդդիմությունը պնդում է, որ սա հետընտրական քաղաքական ճնշումների հերթական ալիքն է։ Իշխանությունը հակադարձում է, թե բոլոր գործողությունները իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում։ Ինչ տեղի ունեցավ ընտրությունից հետո եւ ինչ ճանապարհ է ընտրել իշխանությունը, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո Հայաստանում քաղաքական պայքարը վերածվեց ճնշումների եւ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների ու հետապնդման շքերթի։
Դեռևս ընտրություններից առաջ էր Փաշինյանը սպառնալիքներ հնչեցնում։ Եվ այսպես շարունակ, հետագա իրադարձություններն էլ զարգացան արագ։ Արդեն հունիսի 7-ին քվեարկության օրը Գյումրիում ոստիկանությունը շրջափակեց ուժեղ Հայաստան դաշինքի գրասենյակը եւ ձերբակալեց 3 անձի։ Խոզարկություններ իրականացվեցին նաեւ Հայաստան դաշինքի մի շարք աջակիցների բնակարաններում։ Հունիսի 11-ին կալանավորվեց ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Հայկ Ավագյանը։ Դատարանը կալանքի որոշում կայացրեց նաև նույն դաշինքի առանցքային թեկնածուներից Արթուր Աբրահամյանի նկատմամբ, նրան մեղադրելով ընտրակաշառքի եւ փողերի լվացման համար։ Վերջինս հունիսի 26-ին հայտնաբերվեց եւ տեղափոխվեց կալանավայր։ Իսկ հունիսի 12-ին ձերբակալեցին քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Ինքը Ղևոնդյանը չի ընդունում մեղադրանքը, պնդելով, որ իր խոսքերում նման կոչ չի եղել։ Հունիսի 19-ը աչքի ընկավ ամենակոշտ գործողություններով։ 2 ամսով կալանավորվեցին ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածուներ Ռուսլան Բարսեղյանը եւ Աշոտ Եղիազարյանը։ Հայաստան դաշինքի անդամ Ասատուր Քոչարյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանքը։ Նույն օրը ձերբակալվեց նաև ազգային ժողովի նախկին падգամավոր իշխանության կոշտ քննադատ Ռուբեն Հակոբյանը։ Դե իսկ հունիսի 23-ին խոզարկեցին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանի բնակարանը, ավտոմեքենաները։ Սաղաթելյանը գործը որակեց քաղաքական հետապնդում, բայց ոչ միայն։ Ծիծաղել է, ինչ ասեմ։ Ձերբակալվեց նաև Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, նույն ժամանակահատվածում խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով քրեական գործ հարուցվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Փաստաբան Արսեն Բաբայանն այս ամենը որակում է միջամտում եւ հստակ հանձնարարական դատական իշխանությանը։ Անդաս նկատմիթանապես պատիժ նշանակելը չար բաղկացուցիչներ ունի։ Պատիժ նշանակում են ուղղման նպատակով եւ ոչ թե որևէ մեկի համաճուտի կամ քաղաքական ժամանակակցությամբ պայմանավորված։ Պատիժ նշանակում են անձին, անհատին, հաշվի առնելով անձի անհատական տվյալները, նրա ուղղման ընթացքը, նրա ուղղված լինելը կամ թե որքան ժամանակ է պետք, որ այդ անձը վերադառնա սոցիալական հարկ, վերադառնա հասարակություն։ Եվ այս առումով այս հանձնարարությունները բնորոշ են բռնապետական պետությունների։ Բայց կարծես թե ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Փաշինյանն էլ կարիք չի տեսնում բոլորի անունները հերթով տալու, փոխարենը ընդհանրացնում է։ Այս մեկի անունը չտվի, Սյադուտ վսի։ Փաստաբան Արամ Օրբելյանը բացատրում է, թե ինչու չի կարող ժողովուրդը մանդատ տալ եւ ինչքանով է տեղի ունեցողը հակասում օրենքին։ Երեսի կա հնչում, ես ժողովուրդը ինձ հարցնում ես դատարանից։ Դատարանից մի հարցրու, դատախազությունից հարցրու եւ շուտ տեղանլեն մի տու ժողովրդին, որ ժողովուրդը քեզնից չհարցնի, որովհետեւ խնդիրը լրիվ հակառակն է։ Ոչ թե ժողովուրդը որոշում է, որ ինչ որ մեկը անցագործա, հետո մենք գնում ենք դատական process անում, ենք դա, այլ պետական մարմինները եթե գտնում են, որ կա հանցագործություն, փորձում են դատարանով հաստատել եւ միայն հաստատելուց հետո է այդ մեկը դառնում հանցագործ։ Քաղաքական զարգացումները շարունակվում են նաև այսօր։ Հուլիսի 3-ի վաղառավոտյան խոզարկություն իրականացվեց քաղաքագետ Մայր Հայաստան շարժման եւ համանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում։ Այնուհետև նրան հրավիրեցին հարցաքննության։ Նախաքննական գաղտնիքի ռեժիմը գործում, հետևաբար վարույթի վերաբերյալ մանրամասներ այս պահին ես հայտնել չեմ կարող։ Այսօր հետաձգվեց նաև Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը։ Փաստաբան Արամ Օրբելյանը նշում է, որևէ հիմնավորում չկա, որի հիման վրա կարող են ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին։ Նախագահի գործով, Ռոբերտ Քոչարյանի գործով այս պահին չկա որևէ գործ, որը հնարավոր լինի ընդհանրապես ազատազրկման որևէ ձևով պատիժ խափանամիջոց կամ իսկ կիրառել, ավելին ասեմ, Ռոբերտ Քոչարյանը ընդքան 7 տարի, արդեն 8 տարի դատական գործընթացների մեջ է, ըստեյության ոչ մի հիմք դրանցով, որ նույնիսկ են հոդվածը դեռևս հակասահմանադրական չէ, ճանաչվել եւ այլ խափանամիջոց կիրառել չի եղել այն իմաստով։ Հիմա իսկ այն ժամանակ մոտ 540 օր եղել ազատազրկված, այդ հարցերը եվրոպական դատարանում են կոմունիկացիայի փուլում են։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը պնդում են, որ ընտրությունից հետո իրականացվող քրեական վարույթներն ու իրավական գործողությունները նպատակ ունեն սահմանափակել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը եւ ճնշում գործադրել ընտրության արդյունքները վիճարկող ուժերի նկատմամբ։ Իշխանությունն ու իրավապահ մարմինները իրենց հերթին շարունակում են հայտարարել, որ բոլոր վարույթներն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում եւ պայմանավորված են քրեական գործերով, այլ ոչ թե քաղաքական գործունեությամբ։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Թեհրանում մեկնարկել են հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակի արարողությունները։ Ավելի քան 4 ամիս է անցել, երբ Խամենեին իր մի քանի համախոհների եւ ընտանիքի անդամների հետ սպանեցին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի առաջին իսկ օրը։ Ըստ տեղական ԶԼՄ-ների ավելի քան 30 տարի Իրանը ղեկավարած առաջնորդի մարմինն առավոտյան տեղափոխել են Թեհրանի գլխավոր աղոթավայր Մեծ Մոսալլա։ Նիկոլ Փաշինյանը նույնպես ժամանել է Իրան հարգանքի տուրք մատուցելու Խամենեիի հիշատակին։ Փաշինյանը հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Իդեպ ուղարկավորության շարքային մասնակիցների թիվն ըստ պաշտոնական իռնագործակալության կարող է հասնել 35 միլիոնի։ Խամենեիի հետ զոհվել էին նաև իր դուստրը, թոռնուհին Հարսը եւ Փեսան։ Հուլիսի 1-ին Հարսի գործող հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կնոջ ուղարկավորության արարողություններ տեղի ունեցել, որին սակայն ամուսինը չէր մասնակցել։ Հայտնի չէ Իրանի փաստացի ղեկավարի պաշտոնում հորը փոխարինած Մոջթաբա Խամենեին, որը պաշտոնը ստանձնելուց ի վեր հանրության առջև չի երևացել, մասնակցելու է հոր հիշատակի հանրային միջոցառումներին, թե ոչ։ Իդեպ իմ գործընկերներն այս պահին Թեհրանում են, իրադարձության մանրամասներն առաջիկա օրերին ձեզ կփոխանցենք հենց առաջին ձեռքից։ Մանրամասներին կարող եք հետևել սոցիալական մեր բոլոր հարթակներում։ Իսկ այս ժամի համար այսքանը, կհանդիպենք։